վստահ եղեք, մենք ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում, թե դպրոցների բացակայությունների, թե առաջնային օղակ, ամբուլատորիաներ և պոլիկլինիկաների դիմելության, թե հիվանդանոցների սոմատիկ բաժանմունքներում, վերակենդանացման բաժանմունքներում, բոլոր ախտորոշումներով պացիենտների մասով և ըստ էության մենք ունենք հստակ ուղեցույցեր, որ դեպքում է պետք անցնել հավելյալ միջոցառումների զսպելու վարակի բռնկումները։ Տեսեք, եթե մենք ամբողջ սեզոնի ընթացքում, երբ որ շրջշնչական վարակները ըստ էության ակտիվանում են, դա նոյեմբերից մինչև մարտ ամիսն է, ըստ էության մենք այս ամբողջ կրթական մի սեզոն պետք է բաց թողենք ամեն տարի, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ դա անհնար է, դա արդյունավետ չէ եւ ցանկացած միջոցառում պետք է խելամիտ օգտագործվի, որպեսզի արդյունքը մենք ունենանք։ Մենք ունենք առանձին հնարավորություն դպրոցների մասով, եթե տվյալ դպրոցում բացակայությունների թիվը 25%-ից աճել է, ելնելով երեխաների հիվանդացությունից, տվյալ դպրոցը կարող է անցնել հեռավար դասապրոցեսի, համաձայնեցնելով արդեն կրթական ուրեմն ոլորտը համակարգող գործընկերների հետ։ Այսինքն մեխանիզմը ստեղծված է եւ ըստ էության մեր մոնիտորինգը, եթե մեզ հուշի, որ կարիքը կա լրացուցիչ այս միջոցառումները իրականացնելու, մենք դրանք կանենք։ Այս պահին եւ սրանից առաջ համաճարակային իրավիճակը նման ցուցման հիմք չի հանդիսացել։ Պետք է նշեմ, որ այս վերջին 3 օրվա ընթացքում մենք որոշակի արդեն նվազման տենդենց ենք նկատում, ինչը ուրեմն իհարկե շատ կարևոր է եւ պետք է շարունակաբար հետևել նաև մեր խորհուրդներին։ Ինչ է սա նշանակում։ Հետևել ձեռքերի հիգիենային, հագնվել ըստ եղանակի, ուրեմն պահպանել նաև ախտանշաններով պայմանավորված այլ ուրեմն միջոցները, դիմակները, ուրեմն հաճախ ձեռքերի ախտահանումները եւ այլն եւ գանգատների դեպքում դիմել ուրեմն ընտանեկան բժշկին, թերապևտին, մանկաբույժին։ Մի այսպիսի դիտարկում կարծես նշվում է, որ բժշկի թուղթը չի անցնում դպրոցներում եւ բացակայությունների հետ կապված խնդիր է առաջանում, այսպիսի խնդիր կա։ Ես իհարկե ուրեմն միանշանակ խոսեմ գործընկերոջս հետ, այս հարցը մի քանի անգամ ուրեմն տրվում էր եւ ես էլ եմ նկատում, որ ծնողների մոտ ավելի շատ ուրեմն անհանգստությունն է, որ բացակայության քանակը անցնելու պարագայում ինչ է սպասում, ես կխնդրեմ Տիկին Անդրեասյանին նաև այս հարցին անդրադառնալ։ Շատ լավ, մի հարց էլ ձեր թույլտվությամբ կառավարության որոշմամբ մարզային բոլոր բժշկական կենտրոններն անցնում են առողջապահության նախարարության ենթակայության, տակ պիտի խնդրեմ այդ մասով մի փոքր մանրամասնեք, ինչ ենք շահում, թե առողջապահական համակարգի կառավարման առումով, թե քաղաքացիների կողմից։ Այո, կառավարությունը որոշում ընդունվեց, որ բժշկական կենտրոնները մեր պետական մարզային անցնում են առողջապահության նախարարության ենթակայությանը։ Սա առաջին էտապն է մեր ընդհանուր առմամբ բժշկական կենտրոնների կառավարման մոդելի փոփոխության։ Հաջորդիվ մենք ուրեմն այս կենտրոններում իրականացնելու ենք ուրեմն մասնագիտական կառավարման առումով փոփոխություններ, իրականացնելու ենք ավելի ուրեմն խոշորացման տնտեսական կառավարման հատվածը եւ այլն։ Տեսեք, մի կողմից պետությունը ներդրում է անում ենթակառուցվածքների մեջ, մյուս կողմից ներդրում է իրականացնում ծառայությունների ծավալը մեծացնելու մեջ եւ բժշկական կենտրոնների կառավարումը, դրանց էֆեկտիվ եւ որակին համապատասխան ուրեմն զարգացումը մեր երրորդ շատ կարևոր բաղադրիչն է հանդիսանում, այո, եւ մենք վստահ ենք, որ այս գործընթացի արդյունքում մենք շատ ավելի ծախսարդյունավետ, շատ ավելի ստանդարտացված մոտեցմամբ համակարգ ենք ունենալու։ Շատ լավ, եւ վերջին հարցը Սպուտնիկ Արմենյանն է ուղարկել։ Երեք Ստեփանավանում 2.5 տարեկան երեխա է ցրտահարվել վատ պայմաններում ապրող ընտանիքում։ Այժմ երեխան հիվանդանոցում է, արդյոք դեպքին ծանոթ եք ու ինչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը երեխային օգնություն ցուցաբերելու։ Իհարկե ծանոթ եմ եւ ես շատ ուրախ եմ, որ
ուրեմն արագ կազմակերպվել է երեխայի բուժօգնության տրամադրումը եւ մեր ուրեմն բլոկի պատասխանատուները եւս միասին են աշխատում իրար հետ եւ երեխայի շահից ելնելով հետագան էլ արդեն կկազմակերպվի։ Եղավ, շնորհակալ եմ, մեր հարցերը սպառվեցին, դուք հավելելու բան ունեք։ Չէ, շնորհակալություն, ես եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ մենք աշխատելով, բարիք ստեղծելով, այսօր հնարավորություն ունենք նաեւ այդ բարիքից ստեղծված հետ ստանալ, նաեւ հոգ տանելու ինքներս մեր մասին։